թողնես անցնեմ։ Չէ, որովհետև ուզում եմ իմանամ խի ես քունդ կորցրել։ Ոչ մի բան չի եղել։ Լևոնի մասին ես մտածում։ Մտածում ես դպրոցում մեր ինչ պրոբլեմ ունի օգնես, հա։ Լևոնը դպրոցում խնդիրներ չունի, ու առհասարակ իր խնդիրները լուծելու համար ինձ շանտաժ չի անում։ Ինչ ճիշտ տղա է, չէ՞ Լևոնը։ Վատ չէր լինի իրանից օրինակ վերցնեիր։ Մելց, քո համար մեկ չի ես ինչի չեմ քնում, կամ առհասարակ քնել եմ, թե չէ։ Չէ, մեկ չի։ Ինչի։ Որովհետև որ չքնես, գաս սենց դասերին անուշադիր նստես, բա իմ դասերը ոնց ես սաղանելու։ Ես կհասցնեմ, ու սա եզակի դեպք էր։ Քո պատճառով չպետք է իմ գնահատականները վատ լինի, Բելա։ Եթե քո գնահատականները ցածր լինեն, դրա մեղավորը ոչ թե ես եմ լինելու, այլ դու։ Ու ուզում եմ հիշեցնել, որ քննության ժամանակ մեզ նստացնում են առանձին, ու շատ խիստ վերահսկողություն է լինելու։ Այդ ժամանակ ինչ ես անելու։ Քննությանը դեռ շատ կա։ Հա, բայց դու այնքան դասած բաց թողել, որ դժվար թե հասցնես պատրաստվել։ Դու թեման մի փոխի։ Դու իմ պատճառով ցածր չես ստանա, մնացածի հետ գործ չունես։ Այսօր Ինեսան ու Լևոնը չկային, իրար հետ են։ Դժվար համընկներ երկուսի բացակայությունը։ Ինեսան պիտի որ գար, ճանապարհին էր։ Իսկ ավելի ճիշտ չի լինի Լևոնի մասին մոռանաս։ Ես Լևոնի մասին չեմ մտածում։ Ու այս արդեն չարաշահումը կթողնես անցնեմ, պայմանագրի մեջ նման կետ չկար։ Հերիք չի դու ընկնես։ Ամեն անգամ կողքդ չեմ ելնելու, որ քեզ փայեմ։ Բելա։ Ամեն ինչ նորմալ է։ Վրդո, մնացել էր դու խառնվես։ Լսի մեծ, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց մարդու ձեռքից բռնելը ինչ է նշանակում։ Նշանակումը անկնում էր պահեցի։ Հա, ճիշտ է ասում։ Վա ինչ լավ է հաստատեցիր, թե չէ ընկերոջդ երևակայությունը ոնց որ շատ հեռու գնաց։ Գտել եք իրար։ Իրոք ընկնում էիր։ Հա, ինքը օգնեց։ Բա ինչի ես մի տեսակ։ Ոսի չգիտեմ ոնց աչքս կպել էր դասարանում։ Շատ տարօրինակ պատմություն է։ Աչքդ կպել էր, արթնացար, Մելսը փրկեց։ Լավ էլի Վարդան, արի գնանք։ Գնանք։ Վարդան, Հա։ ապրես որ փորձեցիր ինձ պաշտպանել։ Դարավ Կիկոսի մա։ Հիմա էլ ես գնամ հետևներից։ Մելսը դեռ դպրոցում էր։ Մելս, կարող եմ Վարդանին Բելային տեսել ես։ Չէ, չտեսա։ Գնացեք ման եկեք, մի գրքի արանքից կգտնեք։ Իրան ինչ եղավ։ Երևի Տոնոյանի մոտից է գալիս, Մելխի պտի սենց լներ։ Լավ է եկան։ Բել, ես ուր էիր։ Բաներ եղել։ Չէ, քնել էր մարդը։ Հոգնած է։ Կներեք, որ սպասեցրի։ Դե ոչինչ, կարևորը ամեն ինչ նորմալ է։ Սևակը միջանցքում էր։ Ստեղ առաջին հարկում։ Հա, ու ոնց որ ինչ-որ մեկին սպասեր։ Ում պիտի սպասել, դպրոցում համարյա մարդ չկա։ Ոչ մեկ էլ չի սպասում։ Ավելի ճիշտ սպասում է, բայց ուրիշ բան։ Ինչի։ Սպասում է, որ ես գնամ ինքը հանգիստ դուրս գա, որ չհատվենք իրար։ Չէ, դժվար ժաս։ Ինչի պետքա տենց աներ։ Տրամաբանական չի։ Դե այսօր սաղորը խուսափեց ինձնից։ Բուֆետը չեք հիշում։ Դե հա։ Ուֆ, ոչ էլ պետք սա։ Ու ընդհանրապես։ Եղավ։ Գնանք։
Բայց ափսոս մյուսները չեկան։ Թի, ցենց ավելի լավ չի։ Կարամ ես գնամ ավելի լավ լինի։ Այսինքն Շաքե, ինչ ես խոսում։ Լավ։ Լավ, տենց էլ չասեցիր, Դավոն Բելայի համար ինչի էր ուզել։ Դավոն Բելայի համար է։ Վիկա ջան, տենց լավ չի, ամբողջ դասարանի մոտ ասեիր։ Հա լավ, մեկը մահերը ամեն ինչ էլ գիտի։ Որովհետև դու իրան ամեն ինչ պատմում ես։ Լավ, մի բարթացրեք։ Ասեք տնամ ինչին էր Դավոյի պետք Բելայի համարը։ Ոչ մեկին չասեք, հատկապես Մելսին։ Դավոն ինչ-որ բան է արել, որի մասին Մելսը տեղյակ չի։ Հա, արելա։ Ու պարտադիր չի, որ Մելսը իմանա։ Բայց ինչ է անում։ Դե իրա երկրորդ համարով գրում է Բելային։ Ինչի համար։ Ուղղակի գրում է։ Սիրտն է ուզում շահի։ Ընկերանա, հետո կասի, որ ինքն է ու տենց Բելան կօգնի իրան դասերի հարցում։ Հա, բայց այդ ճանապարհով այդ շատ վատ է։ Խաղը շատ սխալ է տենց։ Ինչ բարի եք երեխեք ջան։ Իսկ Բելայի արարքները ո՞նց են, նորմալ են։ Շաքե, դուք աղջիկ եք։ Մի հատ ձեզ դրեք Բելայի տեղը։ Շաքե, ես որ իմանայի համարը չէի տա։ Իսկ դու որ ամեն ինչ գիտես, պարտադիր չի բոլորին ասես։ Որ զանգում համար են ուզում մի տու։ Լսի, ով կհավատա, որ ես ինչ որ մեկի համարը կամ հասցեն չունեմ, հեն։ Դու էլ ասա չես կարա տաս։ Մի հատ կարակ հանգստանաք երկուսդ։ Պետքա Բելային ասեք։ Իա։ Հա, դուք եք աղջիկ։ Ես չեմ կարա իրան գրեմ։ Իա, այդ մենք կարանք, դու չես կարա, լուրջ։ Մենք էլ չենք կարա, Ինչի։ որովհետև Դավոն կնեղանա։ Շաքե, դուք աղջիկ եք։ Պատկացեք մեկը ձեր հետ տենց աներ։ Գիտեմ, շատ ահավոր է, բայց ես ո՞նց ասեմ։ Վիկա, դու իրան ոչ մի բան չես ասելու, որովհետև եթե ասես, ես քեզնից կնեղանամ։ Այսինքն Դու էլ չես ասելու մհեր։ Ինքը թող իմանա, որ ես իրա պատիժն է դասանին մատնելու համար։ հա երեխեք, շատ վատ բան արել Բելան, բայց մենք այս պայն ավելի վատ բան ենք անում։ Լավ, համոզեցիր, ես կասեմ։ Լուրջ։ Կասեմ։ Հա։ Այս ուրիշ բան։ Լավ, ես գնամ։ Հաշիվը կփակեմ։ Ապրես։ Պակա։ Բայց ապրես, որ ուզում ես Բելային ասես։ Վիկա, ես ոչ մի բան էլ Բելային չեմ ասելու, այդ ուղղակի մահերի համար ասեցի։ Վիկա, լավ, մի քիչ թեթև տար, ոչ մի բան չկա։ Մի քիչ կծիծաղենք, կանցնի կգնա։ Բայց ինչի՞ չես ուզում Մելսին ասես։ Որովհետև ինչ պարտադիր է, որ Մելսը իմանա։ Թե որովհետև մտածում ես Բելային կպաշտպանի։ Վիկա, ինչի պետքա Մելսը Բելային պաշտպանի։ Էլ տենց բաներ չասես։ Եկար արդեն։ Լավ էր դպրոցում։ Նորմալ։ Հանձնեցիք պատմության նախագիծը այսօր էր, չէ։ Հա, այսօր էր, բայց տեղափոխեցինք մյուս շաբաթ։ Հանձնել են։ Արդեն նայել են նախագիծը։ Հա։ Չգիտես, չէ։ Մամ, ես Դու այսօր դասի չես եղել։ Դպրոց էլ չես գնացել, չէ։ Չէ։ Ես հենց սրանից էլ վախենում էի։ Մամ, ես գնացել եմ դպրոց, ճիշտ եմ ասում։ Ուղղակի ինչ։ Ուղղակի Լևոնը Բնականաբար Լևոնը։ Մամ կլսես։ Չէ։ Չեմ լսի։ Գնա քսենյակ։ Մամ, թող բացատրեմ։ Բացատրես։ Չէ։ Չեմ ուզում լսեմ։ Աչքիս առաջ ես եմ, 17 տարեկան, սիրահարված, վստահող, միամիտ։ Չէ, Ինես, չեմ լսում։ Մամ, ես դու չեմ։ Մենք երկու տարբեր կյանքեր ունենք։
Ինես մեր կյանքերը իրար կապված են։ Հա, բայց այդ չի նշանակում մամ, որ քո կյանքում ինչ որ կատարվել է, պետք է իմ կյանքում էլ կատարվի։ Կարաս ինձ խոստանես, որ քո հետ տենց բան չի լինի։ Կարաս։ Կարաս խոստանես, որ քո հետ երբեք տենց բան չի պատահի։ Հիմա որ այդ տղայի հետ փողոցներում թափառելու համար դպրոց չես գնում, իսկ համասարանը գոնե քո պլաններում դեռ կա։ Իհարկե կա, մամ։ Մնում է դու լինես համասարանի պլաններում։ Չէ։ Մնում է դու լինես Լևոնի պլաններում։ Մամ, ինչի ես սենց դաժան բաներ ասում։ Ես այսօր Լևոնին ասեցի, որ մենք չենք կարա հանդիպենք դպրոցից դուրս ու որ ոչ մի բան չի կարա լինի մեր մեջ։ Հուսով եմ հիմա հանգիստ ես։ Սեդ, լսի, խմբագրի օգնական, աշխատանքային փորձ, հայերենի գերազանց իմացություն, պարտաճանաչ, ստրեսակայում։ Այդ որն է, այդ որ պիտի չներվայնանաս։ Հետո։ Վարորդական իրավունք։ Այդ ինչի համար է։ Դե երևի որ խմբագիրը կարդա, ես ընթացքում քշեմ, էլի։ Անգլերենի իմացություն։ Դե դու անգլերենից լավ ես, չէ՞։ Yes, of course, I'll be back։ Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն, բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան, մինչև 25 տարեկան։ Մինչև 25 տարեկան մարդը ոնց կարա այդքան աշխատանքային փորձ ունենա։ Ծնված օրվանից պիտի աշխատի։ Սա արդեն ներվերս չի երիքում, ես չգիտեմ էլ ինչ անեմ։ Մի բան պետք է անեք, sense չի կարող լինի։ Լավ, այդքան մի ներվայնացի, մի բան կմտածենք։ Դու ամեն պետքա բան լինես, չէ՞, ստրեսա ինչ։ Ստրեսակայում։ Վախ։ Բարյար։ Բարևի մաղջիկ իմ գեղեցկուհի։ Ուստի։ Բել, բայց մի տեսակ գույնդ գցած է, կարող է հիվանդանում ես։ Չէ, մամ, ուղղակի քունս է տանում, ուզում եմ քնեմ։ Թույլ ես։ Չէ, հոգնած եմ ուղղակի։ Ինչի։ Կարող հաց ուտես։ Չէ, այսօր բուֆետում կարկանդակ եմ կերել։ Բուֆետում կարկանդակ ես կերել։ Բա ես ինչի եմ տունը թխում։ Ամեն ինչի էլ հետդ չես տանում։ Մամ, գնամ քնեմ, հա։ Հələ 2 շարադրություն ունեմ գրելու։ 2 շարադրություն։ Այսինքն 2 թեմա են հանձնարարել։ Չէ, ուղղակի այնքան երկար են ուզել, որ 2 շարադրության տեղ կանցնի։ Գնականի հանգստացի կյանքս վերականգնվի։ Լսի, որ գնացել էր ծնողական ժողովին, պիտի բուֆետ էլ մտնեիր։ Բուֆետ ինչի համար պիտի մտնեի։ Տեսներ այնտեղ կարկանդակները թարմ են, թարմ չեն, ինչ են ուտում երեխեքը, ով է պատրաստում։ Հա, լսի, ճիշտ ես ասում։ Պետք է մտնեի։ Բայց չէ իմ կարկանդակները։ Անարատ, մաքուր, թարմթխած, տնական։ Գիտես Բելայի ընկերները ոնց են սիրում ուտել։ Հա բա։ Լսի։ Քեզ ինչ է։ Բիզնես է պետք անել։ Կարկանդակի բիզնես։ Ես գիտես ինչ լավ եմ թխում կարկանդակները։ Միշտ ձեթը փոխում եմ, ամենաթարմ կարտոֆիլն եմ գնում, շատ լավ համով թխում եմ։ Ես գիտեի, որ այսօրը գալու է, դրա համար չէի ուզում աշխատանքս կորցնել։ Բայց ինչի, կարկանդակի բիզնեսը շատ լավ կլինի, բոլորը շատ են սիրում ուտել։ Սա դա չլնող բան է։
Բայց ինչի։ Որովհետև այդ երեխեքը գալիս են մեր տուն ջրի ուտում են։ Հա, ճիշտ ես ասում, բայց դա Բելայի ընկերներն են ջրի ուտում։ Իսկ ամբողջ դպրոցի երեխաները ուտեն մեր կարկանդակները ու կավանը։ Լավ, պիտի մտածեմ այդ ուղղությամբ։ Հա։ Դու մտածի։ Իսկ ես գնամ կարկանդակներ պատրաստեմ։ Թե ասա ինչ ես այդ թեմայով խոսում այն մորդ։ Տատ, Բելս ջան, ինչ լավ կար։ Դե լվացվի արի։ ես էի ուզում այսօր քո տուն գամ։ Հա? Դե ոչինչ, ուրեմն միասին կգնանք իմ տուն, եթե ուզում ես իմ տանը մնալ։ Չէ, չէի մնալու։ Դե ուրեմն ինչ տարբերություն, Մելս։ Ամեն ինչ կարգին, հա։ Հա, տղա ջան, ամեն ինչ կարքին է, տոնոյաններ զանգել։ Տատ, ես լուրջ եմ ասում, ոչ մի թեմայի մեջ չկամ։ Ես ոչ մի բան չեմ արել։ Մի խառնվի իրար, տղա ջան։ Գիտեմ։ Հա։ Հա։ Բա ինչի էլ զանգել, ինչ էր ուզում։ Մելս ջան, տոնոյանը ասաց, որ դու քո խոսքի տերն ես, որ գնահատականներդ վերջին 2 շաբաթում լավացել են, ասաց, որ ֆիզիկայի, պատմության, աշխարհագրության, նաև մաթեմատիկայի թեստը լավ ես հանձնել, տղա ջան։ Աշխատում եմ ամեն ինչ որ լավ լինի, տատ ջան։ Շատ ապրես, տղա ջան։ Ես հպարտանում եմ քեզնով։ Գիտես, Մերձ, որ զանգեց, հենց տեսա զանգը, բայց շատ վախեցա, մտածեցի, էլ ինչ ես արել։ Բայց հետո շատ ուրախ եղա, տղա ջան, շատ ապրես։ Դե լավ է, տատ ջան։ Այ այսպես շարունակի, տղա ջան։ Այ բոլորին դու հիմա ապացուցում ես, որ իրենք սխալ էին։ Եղավ։ Հա, բայց Մելս, մի բան էլ ասեց։ Ինչ։ Մելս ջան, դու չես ընդգրկվել դպրոցի խմբակներից որևէ մեկում, մինչև այսօր։ Դա դե լավ էլի, լուրջ եմ ասում, այդտեղ մենակ թատերական երգի կամ ինչ-որ նկարչական խմբակ է։ Ես գնամ այդտեղ ինչ անեմ, ոչ մի բանից գլուխ չեմ հանում։ Մելս ջան, դու էլ գնա այն խմբակը, որտեղ քո դասարանցիներից շատերը գնում են։ Դու ցույց տուր, որ դա ուզում ես անել։ Ասաց, որ շատ կարևոր է տոնոյանը, պետք է բաստակցես խմբակներից որևէ մեկին։ Այդ պարտադիր է, այսքանը հերիք չի։ Ասեցի հա, պարտադիր է։ Մելս ջան, հանուն ինձ տղա ջան։ Լավ, մի բան կանեմ, քո խաթր տատ։ Շատ ապրես իմ տղա։ Դե գնա ձեռքերդ լվա, գնա։ Բայց չեր լինի հագուստդ էլ փոխես։ Եթե օգնության կարիք լինի, ես նախարարությունում ընկերում եմ, կփորձենք օգնել։ Չէ, պետք չի, ես սովոր եմ մենակ կանեմ։ Ինձանից օգնություն ընդունելը ամոթ չի։ Չէ, հարցը օգնությանը չի վերաբերում, ես ուղղակի սովոր եմ, որ ամեն ինչ մենակ եմ անում։ Այ էտա քո պահվածքը։ Այսինքն։ Ես զավեն մի խառնվի, զավեն մի արա, զավեն ես ամեն ինչ ինքս կանեմ։ Այ սկսվեց։ Ես ուզում եմ, որ դու նկատես ես պահվածքդ։ Ուղղակի իմ պահվածքը քեզ վաղուց պիտի չհետաքրքրեր։ Ես չեմ ուզում որևէ մեկի համար ինչ-որ բան անեմ, ուզում եմ ամեն ինչ մենակ անեմ, որ պարտական չլինեմ, հատկապես քեզ։ Հատկապես ինձ, հա։ Հա, դու թողեցիր ու գնացիր, այդ ժամանակ մտածեցիր ես ոնց եմ մենակ ամեն ինչ անելու։ Լսի կլինես, երգը անընդհատ չերգենք։ Արի այս թեման փոխենք, հա։ Ես փորձում եմ նորմալ շփում պահեմ։ Գոնե հանուն Լևոնի։
Շատ մի չարչարվեք։ Տղես դու սխալ հասկացար։ Մամ դժվար է սխալ հասկանալ, երբ ամեն ինչ ուղիղ ասվում է։ Չէ, դե մի քիչ տաքացանք։ Ինչի՞։ Հիմա ինչ ունեք կիսելու։ Գոնե հիմա մի կռվեք։ Ես էի մեղավոր։ Չմել կասկածում։ Կներես ես իր հետ կխոսամ։ Դες կներես ես մամայի հետ մի քիչ լավ չխոսեցի։ Միշտ էլ է դա։ Դե լավ, հա։ Երբ մենք միասին էինք, չէինք էլ վիճում։ Լավ էլի, պապ։ Հա, դե լավ, մի քիչ վիճում էինք, բայց դե լավ, արի առաջ անցնենք։ Դու սրա համար ես նեղված, թե ուրիշ բան կա։ Ինեսային հիշում ես, պապ։ Հա, ոչ չէ, աղջիկը որ հավանում էիր։ Ինքը ասաց, որ մեր մեջ ոչ մի բան չի կարող լինի։ Ինչի՞։ Ասում էիր, զգում ես, որ սիրահարված է։ Հա, սիրահարված է։ Ուղղակի ժամանակին ինչ-որ մեկը իր մամային խաբել է, շենց ինչ որ մեկը, իր պապան։ Դիմացել է, որ իր մաման հղի է, թողել գնացել է։ Թռել է էլի։ Հա, տղես, տենց կյանքում լինում է, տենց տղամարդիկ հանդիպում են, որ պատասխանատվությունից վախենում են։ Հա, հասկանում եմ։ Ուղղակի հիմա ինեսան մտածում է, որ կարող է ես էլ եմ տենց։ Կարող է իրան ցանկացած հանդիպած տղա տենց է։ Չէ, տենց չի։ Մի քիչ քեզ ավելի լավ կճանաչի ու կհասկանա, որ այդպես չի։ Ինչի այդպես չի։ Բայց դու էլ ես թողել գնացել։ Ճիշտ է, ես մեծ էի, բայց մեկը գնացել ես։ Ու ես հիմա ինեսային չեմ կարող խոստանամ, որ ես քո նման չեմ։ Ինձ նման լինելը ամոթ, հա։ Ինձ նման լինելը քո համար խայտարակություն, հա։ Պապա, դու թողել գնացել ես։ Ես չեմ գնացել, ես կամ, ես միշտ կամ։ Բայց այդ քիչ է։ Լավ, ես գնամ, ես չեմ ուզում այս խոսակցությունը շարունակվի։ Պապ, ես չեմ ասում, որ դու վատն ես։ Ուղղակի ինչ-որ պայից ես դադարեցի քո համար հեղինակություն լինել, մենակ նրա համար, որ ուրիշ որոշում կայացրեցի։ Լսի տղես, ես միշտ սպասել եմ, որ մի քիչ էլ կմեծանաս ու ինձ կհասկանաս, բայց էլ համբերությունս չի հերիքում սպասել։ Մենակ ընդունի, խնդրում եմ, ընդունի, որ ես քեզ շատ եմ սիրում։ Բայց ինքդ էլ չես հավատում։ Ու այդ իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն է։ Այդ հիմա պատկերացնում ես ոնց է սևակիդ մորթում։ Չէ, պատկերացնում ես ոնց եք կռվում։ Չէ, ուղղակի ներսից բացասական էմոցիաներն եմ արտահայտում։ Իսկ կարող է ուղիղ հարցնես իրան։ Չէ, չեմ ուզում։ Պետքա Բելային կանչեինք։ Հա, չտեսար ինչ հոգնած էր։ Կներեք։ Այստեղ դրնես բերել։ Հա։ Ինչ եք անում։ Էմոցիաներն է դուրս հանում։ Ժասմին, նորմալ է ամեն ինչ։ Դե տեր կարս թողնես այդտեղ։ Լավ, մերսի որ տվեցիր գրեմ։ Դե ես գնամ։ Խի ուզում էիր մնաս։ Ես կճանապարհեմ։ Չէ, պետք չի։ Եթե ուզում ես, կարաս մնաս։ Չէ, նենց է ես էլ էի ուզում արդեն դուրս գայի։
խափում ա, ուզում էր մնար։ Ժաս։ Լավ, գնա ճանապարհին։ Հա, էլի, ճիշտ ասում, արդեն գնացեք։ Երեխեք ինչ տարօրինակ եք։ Արի, մենք գնանք։ Ժասը մի քիչ կատաղած է, էլի։ Վաղը կշփվեք։ Յո, տենց իմ ջանն էլ քար էր, էլի։ Լավ դե, պակա։ Պակա։ Տեսար ինչ լավ բան էի մտածել։ Սյուզին ինադու էի կանչել ստեղ, որ հանդիպեն։ Իսկ ինչի արդեն 2 օր 10-ի չի գալիս։ Ինչի։ Ինչի դասի չէր գալիս։ Վաղվանից կգամ։ Ո բան չէր եղել։ Չէ, տենց ընտանեկան հարցեր էին, բայց շատ բան բաց չեմ թողել, չէ։ Չէ, այդքան էլ չէ։ Դե ուրեմն վաղը կհանդիպենք։ Հա։ Եթե դեմ չես, կարամ առավոտյան գամ իրար հետ գնանք։ Հա, ճիշտ է, ճանապարհի վրա է, չէ։ Հա, ինձ էլ հարմար կլինի։ Դե ուրեմն վաղը հենց այդտեղ կհանդիպենք։ Լավ, Պակա։ պակա։ Ինչ։ Գժվել այս աղջիկը։ Հա, շարժությունը արդեն ուղարկել եմ մեյլիդ, եթե դրա համար ես զանգել։ Հենց դրա համար եմ զանգել։ Լսի հələ։ Եվ երբ լուսինը անհետանա ու աշխարհում էլ ոչ միտեղ լույս չլինի, ես հավատում եմ, որ իմ ճանապարհը կլուսավորի քո հայացքը։ Սիրուն է, չէ։ Սրա ի՞նչն է սիրուն։ Ղզիկ բանը ով կհավատա, որ ես եմ գրել։ Ես ավելի վատ բան չեմ կարող գրել։ Փոխի բել այս լիրիկական բաները։ Նենց բան գրի, որ հավատան, որ ես եմ։ Կհավատան։ Ախր շարադրությունը ներաշխարը տողերի մեջ դնելն է։ Սենց կկարդան ու կմտածեն դու շատ նուրբ ներաշխար ունես։ Ինձ պետք չի որ տենց մտածեն։ Ես սա վաղը չեմ հանձնելու փոխի։ Իսկ եթե չհանձնեմ, լավ գիտես ինչ կլինի։ Հիմա քոնը փոխեմ, թե իմը գրեմ։ Հա, կփոխեմ, հասկացա։ Բել, բարև։ Դե այդ ինչը կփոխես։ Վայ, Լևոն, դու ես կներես, ինձ թվաց ուրիշ մարդ է, ոնց ես։ Լավ եմ, ավելի ճիշտ լավ չեմ, չգիտեմ։ Ինչի ինչ ա եղել։ Ինեսան չի պատմել։ Չէ։ Ծանր խոսակցություն ենք ունեցել ու բաժանվել ենք։ Չնայած ես այդ չեմ համարում բաժանվել։ Բայց ինչի։ Կլինի չպատմեմ։ Ինեսան քեզ կպատմի։ Մեկը դուք իրար հետ կիսվում եք, չէ։ Դե, հա, բայց ես չեմ ուզում խառնվել, բայց ամեն դեպքում դու իմացի, որ կհաշտվեք ու ամեն ինչ լավ կլինի, մի տխրի։ Հա, ես էլ հույս ունեմ։ Ուղղակի հիմա այնքան վատ էի, ուզում եմ ինչ-որ մեկի հետ կիսվեի։ Շարադրությունն էլ պետք է գրեմ, բայց ուղեղս ընդհանրապես չի աշխատում։ Ես քո համար կգրեմ։ Լուրջ։ Դժվար չի։ Չէ, իմը հեսա վերջացնում եմ, քոնը կգրեմ, մի անհանգստացի, առավոտյան մեյլիդ ուղարկած կլինեմ։ Ապրես բել, քո նմանը չկա։ Բայց դու վաղը Ինեսայի հետ անպայման խոսիր, հա։ Հա, անպայման։ Ապրես շատ։ Դե բարի գիշեր։ Բարի գիշեր։ Մհեր։ Հա, մերս։
Դու այն երաժշտական խմբում կաս, չէ՞։ Հա, ինչ ես հարցնում։ Ես էլ եմ ուզում մտել։ Երաժշտական խմբում։ Մի անգամից լավ չի լսվում։ Դու ոչ նվագում ես, ոչ է երգում։ Այդ հարցը քեզ չեն տվել։ Դու ինձ ասա որտեղ եք հավաքվում ու երբ։ Դստեղ առաջին հարկում։ Դե գնացինք։ Վստահ ես։ Լավ, մհերն ինչ եղավ։ Դե գիտարը ստեղը, ուրեմն հեսա կգա։ Երեխեք, դե իմ առաջին օրն է։ Դուք ինչ եք պարապում։ Դե հիմա մենք կոնկրետ ելույթ ենք պատրաստում։ Լուրջ, ես չգիտեի։ Սյուզ, որովհետև դու էլ ես առաջին անգամ եկել։ Հեսա մհերը կգա, ամեն ինչ կբացատրի։ Բեր, դու նվագում ես, չէ՞։ Չէ, ես երգելու եմ։ Ինձ միշտ ասում են, որ լավ եմ երգում։ Չգիտեմ։ Ճիշտ է, մհերը ասել էր, որ աղջկա վոկալա պետք։ Հուսամ լավ կստացվի։ Երեխեք, մենք նոր թիմակից ունենք։ Ով է։ Դե եթե իմ համար ես գնում, անիմաստ է, մեկա չեմ ուտելու։ Լսի, եթե չես կանալու ես աղջկան տաց այն, ինչին ինքը արժանի է, ուրեմն ավելի լավ է հեռու մնաս։ Եկաք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դու չես հասկանա, բայց ես հիմա Ժասմինի մասին եմ մտածում։ Ես իրան սենց պաշտպանում եմ։ Ես կհասկանամ։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night. Revitalize my heart. Don't you run away. Don't run away today.